Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի փոխխոսնակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն է, ողջույն, պարոն Ռուբինյան։ Դուք իշխանությունը ընդդիմության կողմից մեղադրվում է այս վերջին հրապարակված փաստաթղթի կեղծիքի մեջ, որը վերագրվում էր Եզրաս arczepiskopos Ներսիսյանին, ըստ Սիվիկի հրապարակած ԱԱԾ-ին հղումով այդ փաստաթղթի, նա գործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների KGB-ի հետ եւ կայքը նշում էր, որ ԱԱԾ-ն իրեն հաղորդել է, որ հիմա էլ կապերը պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, ինչը վտանգ է Հայաստանին։ Տեսեք, ինչու են մեղադրում, Գեղամ Մանուկյանը երեք այստեղ էլ նույն բաներն ասում էր, ինչու է նախ հայերեն, ԽՍՀՄ-ում KGB-ի թղթաբանություն ռուսերեն էր, արյալ տառատեսակով, դա այդ տառատեսակությունականներին չկար, ինչու չկան Ներսիսյանի ստորագրությունը։ Եվ բացատրեք ձեր ժպիտի պատճառը, պարոն Ռուբինյան։ Տեսեք, նախ ճիշտ է, որ ԱԱԾ-ն տրամադրել է լրատվամիջոցին գաղտնազերծված փաստաթուղթ, որը փաստում է, որ Կտիժ Ներսյանի եղբայրը, լուսահայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos-ը Կարո ծածկանունով KGB գործակալ է եղել։ Ինչու եմ ժպտում, որովհետև մինչև այս ընդդիմությունը ասում էր այդպիսի պնդումներ եք անում, հրապարակեք ապացույց։ Ապացույցը հրապարակվեց, հիմա ինչ որ տարօրինակ բոլորը դարձել են KGB-ագետ եւ, չգիտեմ, տառատեսակ են քննարկում եւ այլն եւ այլն։ Նախ ես տնօրենն էլ է KGB-ագետ։ Նախ ի տարբերություն, պարոն Մանուկյան, ես KGB-ագետ չեմ, չգիտեմ ինչի է հայերեն, ես վստահ չեմ, որ միայն ռուսերենով է եղել գրագրություն, չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Եվ առավել եւս չգիտեմ, թե ինչ տառատեսակով է եղել խորհրդային KGB-ի գրագրությունը, բայց մի բարձ տրամաբանական փաստարկ կա, ցանկացած մարդ, որ կասկածում է, թե արդյոք ԱԱԾ-ի հրապարակած փաստաթուղթը իրական է, թե սարքած, պետք է ինքն իրեն մի հարց տա։ Եթե սարքելու լիներ, արդյոք դժվար է ռուսերենով դա սարքել։ Ակնհայտ պատասխանն է, որ ոչ, եթե սարքելու լինեինք, սարքեին ռուսերենով, եթե պարզվի, որ իրոք միայն ռուսերեն է եղել գրագրությունը, կամ եթե պարզվի այլ պատճառ չկա հայերեն լինելու։ Եվ հետաբար այդ փաստարկը շատ թույլ է, հակափաստարկը շատ թույլ բան է, հաջորդ է։ Ըստ էության Մայր աթոռի ներկայացուցիչները հաստատել են, որ Եզրաս arczepiskopos-ը եղել է գործակալ KGB-ի։ Ես տեսա օրինակ, որ Մայր աթոռի արխիվապետը, եթե չեմ սխալվում, իր պաշտոնը այդպես է կոչվում, Հայր Ասողիկը, մոտարապես ասել է հետևյալը, հետո ինչ որ KGB-ի հետ համագործակցել է կամ հետո ինչ որ KGB-ի գործակալ է եղել, ուղիղ բառերը չեմ հիշում, բայց մոտարապես ասում էր, դե հայրենիքն էր իրա։ Այսինքն նախ հաստատում են փաստարկներից մեկը, որ ԽՍՀՄ եղել է հայրենիք, չհամագործակցել։ Հեսա կանադառնամ այդ բանին։ Հա, ասում է հայրենիքն էր եղել, հետեւաբար համագործակցում էր։ Այստեղ նախ փաստորեն չեն հերքում, որ եղել է KGB-ի գործակալ, հետո լավ, եկեք վերցնենք այդ փաստարկը, որ ԽՍՀՄ-ի քաղաքացի էր, հետեւաբար դատապարտելի բան չկա։ Շատ լավ, ուրեմն այդ տրամաբանությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը հայրենիքի դավաճաններ են։ Ինչու՞։ Որտեղ երեքն էլ եղել են Գերագույն խորհրդի անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ եղել է, եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանն ու Քոչյանն էլ Գերագույն խորհրդի պատգամավոր են եղել 1990 թվականին, երբ որ ընդունվեց անկախության հռչակագիրը, կամ 91 թվականին, երբ որ որոշում ընդունվեց հանրաքվե անելու։ Դավաճանությունը ո՞նց է։ Եթե իրենց հայրենիքը խորհրդային միությունն է, իրենք փաստորեն սեպարատիստ են։ Բայց թեման մի քիչ ուրիշ է։ Չէ, թեման ինչ կապ ունի, ասում են իրենց հայրենիքն է։ Բայց այդ է տարբերությունը։ Տեսել եմ նաև որոշակի զուգահեռներ են անցկացում KGB-ի եւ անկախ Հայաստանի ԱԱԾ-ի միջեւ։ Կներեք, եւ ասում են արտգործնախարարն էլ Խոստովանն է, որ մեր ԱԱԾ-ի հետ համագործակցել է, երբ որ գիտաշխատող։ Դե այստեղ երկու տարբերություն։ Նախ արտգործնախարարը չի ասել, որ ինքը եղել է ԱԱԾ-ի գործակալ, որովհետեւ այդ հրապարակված փաստաթղթում ինչ է գրված։ Գրված է, որ օտարերկրյա հատուկ ծառայություններից հատուկ ծառայությունների դեմ պայքարելու շրջանակներում պատասխանատվություն հայտնել համագործակցել անկախ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ։ Նրանք էլ իրենց հայրենիքի հետ են համագործակցում։ Բայց հենց այդ եմ ասում, այսինքն եթե իրենց հայրենիքը ԽՍՀՄ-ն է, շատ լավ։
Արդյոք ԽՍՀՄ-ներ, լավ։ Լևոն Տեր-Պետրոսյանի հայրենիքն էլ էր ուրեմն ԽՍՀՄ, եթե իրանք համակարծիք են։ Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ, այսինքն իրանք դավաճաններ են, դավաճանել են իրենց հայրենիքին։ Իսկ որ օրենքով գաղտնի։ Կամ նույն տրամաբանությամբ, ասենք Օսմանյան կայսրությունը իրենց նախնիների հայրենիքն էր, որոնք որ այդ դրա տարածքում էին ապրում։ Հա, այսինքն նորմալ կլիներ, հա, որ ինչ որ մեկը համագործակցած լիներ, ասենք, չգիտեմ, Օսմանյան կայսրության։ Իսկ որ օրենքով է գաղտնազերծվել։ Սա Հայաստանի Հանրապետության օրենքով։ Եթե մենք դիմենք, ասենք մյուս գաղտնազերծվածներին կամ ագենտներին էլ տվեք, ԱԱՑ-ն կտա մեր հարցմանը, թե։ Չգիտեմ, կարծում եմ դա իրենց տիրույթում է։ Իշխանական լրատվամիջոցներ այդ պատճառով։ Չեմ կարծում այստեղ լրատվամիջոցն է կարևոր, ես որքանով որ գիտեմ, որոշակի հատուկ ընթացակարգեր կան տարբեր փաստաթղթեր գաղտնազերծելու կամ չգաղտնազերծելու համար եւ ենթադրում եմ, որ ԱԱՑ-ն գնահատում է, որի գաղտնազերծումը որի գաղտնազերծումն է պատե իրավիճակի հետ կապված։ Ենթադրում եմ նաև, սա զուտ իմ ենթադրությունն է, ինֆորմացիա չունեմ, որ գաղտնազերծման պատճառը հանդիսացել նաև այն փաստը, որը ՍՏԱԱՑ-ի Եզրահ arczepiskopos-ը այժմ էլ համագործակցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Ուր է քրեական գործը, պարոն Ռուբին։ Մի բան էլ ասեմ։ Չէ, քրեական գործ զուտ են առումով։ Չէ, դա կներեք համարյա դավաճանությանը հավասար մեղադրանք են։ Նախ եկել առանձնացնենք։ Քրեական գործ KGB-ի գործակալ լինելու վերաբերյալ չի կարող լինել, որովհետև հիմա ուշադրություն, սա քաղաքական մասը չեմ ասում, իրավական մասը։ Ինքը եղել է ԽՍՀՄ քաղաքացի։ Բայց ասում եմ հիմա էլ է համագործակցում օտար երկրածառայությունների։ Դրա վերաբերյալ էլ ԱԱՑ-ն իր հաղորդագրության մեջ նշել է, որ վտանգ է ներկայացնում Հայաստանին եւ քրեական գործ չի ԱԱՑ-ն բոլոր պատե միջոցները ձեռնարկում է եւ հետեւաբար այն միջոցները, որոնք ձեռնարկել են, դրանք են համարվել պատե։ Այսինքն հետապնդելի արարք չի։ Օտարերկրյա հատուկ ծառայությունների այդ գործընկերություն, որովհետեւ հավելյալ ինֆորմացիա մենք չունենք, թե ոնց է այդ համագործակցությունը տեղի ունենում։ Բայց ԱԱՑ-ն այդպիսի տեղեկություն հայտնել է։ Մի բան էլ ասեմ։ Եթե մեր ընդդիմությունը ասում է, որ KGB-ի գործակալ լինելու մեջ ոչ մի բան վատ բան չկա, Է շատ լավ թող իրան բոլոր KGB-ի գործակալները բան ինչի չեն հայ։ Իրանց CV-ի մեջ ինչու չեն գրում։ Եթե հպարտանալու բան է, թող գրեն, ասենք, չգիտեմ, 1986-ից 87 թվականներին եղել եմ KGB-ի ագենտ։ Թող գրեն, եթե այդպես հպարտանալու բան է։ Պարոն Ռուբինյան, իսկ ինչու է մեկ անձի վերաբերյալ տվյալ գաղտնազերծվում, դա կարող է մարդկանց մոտ կասկած առաջացնել, որ պատժողական նպատակ ունեք, եկեղեցու շուրջ իրադրության թոբոում եփված նախաձեռնություն։ Նախ ասեցի, ես սա իմ ինֆորմացիան չէ, զուտ ենթադրում եմ, որ Եզրահ arczepiskoposին է գաղտնազերծվել, որովհետև նաև տեղեկությունների է տիրապետում ԱԱՑ-ն, ինչի մասին հայտնել է, որ ինքը հիմա էլ է համագործակցում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Երկրորդը, վերհիշենք էլի, ամիսներ շարունակ ընդդիմությունը, լրատվամիջոցները, իրանք են ասում են փաստեր ունենք, հեսա հրապարակեցինք։ Այսինքն մի քիչ անազնիվ է, էլի, ամիսներ շարունակ ասել փաստեր ունեք, հրապարակել, հետո հրապարակվում է, ասում են ինչի եք հրապարակել։ Դե սկզբում անդրադարձանք, որ կեղծված են համարում դա, պարոն Ռուբինյան։ Դե էլի վերադառնամ իմ հին փաստարկի։ Եթե կեղծված լիներ, ինչի պիտի այնպես կեղծեին, որ մի հատ էլ հարցեր առաջանալ, ինչի է հայերը։ Ինչ տրամաբանական չի, չէ՞։ Եվ հաջորդը, եթե կեղծված է, ինչի է Մայրաթորի արխիվապետը, նեղություն եթե չսխալ եմ հիշում պաշտոնը, բայց այդպես էր։ Սկսում է արդարացնել Եզրահ arczepiskoposի KGB ագենտ լինելը։ Պարոն Ռուբինյան, եթե ուզում եք եկեղեցին մաքրել օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցությունից, իդեպ վարչապետը ասում էր, չեմ ուզում այնպիսի կաթողիկոս ունենանք, որ զեկուցի օտար հատուկ ծառայությունների ավագ լեյտենանտին, այստեղ էլի կասկած է առաջանում, որ զեկուցում է, որովհետև վարչապետը չի ուզում այդպիսի կաթողիկոս ունենալ, ինչու է մասնակի եւ հատու, էլի, ասենք ամբողջական չի արվում, չգիտեմ, լուստրացիան, բացահայտումը, իմանա կաթողիկոսը իրոք համագործակցում է, թե ուղղակի սա մեղադրանք է առանց հիմքերի վարչապետի կողմից։ Այդ մեղադրանքը չի կարող առանց հիմքերի լինել, երկու բարձ պատճառով։ Կաթողիկոսին ներկայացված մեղադրանքը վարչապետի կողմից։ Երկու բարձ պատճառով։ Ես հիմա կհիմնավորեմ, թե ինչու կա ողջամիտ կասկած, որ Կտրիչ Ներսյանը նույնպես ունի որոշակի օտարերկրյա ազդեցություն։ Եկեք կոնկրետ ասենք, զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտը։ Ես արտահայտվում եմ այնպես, ինչպես արտահայտվում եմ։ Ինչու եմ ես կարծում, որ կա ողջամիտ կասկած, որ ինքը որոշակի օտարերկրյա ազդեցության տակ է։ Պատճառ համար 1։
առաքելական եկեղեցու arczepiskopos Բագրատ Գալստանյանը սկսում է ընդդիմադիր շարժում, հետագայում իրեն շարժումը մարում է, հետո ամիսներ անց պարզում է, որ ինքը ըստ մեղադրանքի ենթադրաբար փորձել է, պլանավորել է զանգվածային անկարգություններ եւ տերորիստական ակտեր իշխանության բռնազավթման համար, եւ այդ նույն arczepiskopos-ը, որը իր շարժման ընթացքում բազմիցս ասել է, որ մենք ոչինչ չենք անում առանց վեհապարի օրնության, որը վեհապարը նույն ինքը Կտիչ Ներսյանը չի հերքում։ Ասել էր օրհնել է այս շարժումը։ Հետո էլ ասել է նաև, որ առանց վեհապարի օրնության մենք ոչինչ չենք անում։ Ու ինքը չի հերքել Կտիչ Ներսյանը։ Այդ նույն arczepiskopos-ը իր բազմաթիվ հրապարակային հայտարարություններում ասել է հետևյալը, որ օտարերկրյա ուժային կենտրոնները, ուղիղ մեջբերում եմ, սա իմ բառերը չի, ինքն է ասել, օտարերկրյա ուժային կենտրոնները ինձ ասել են, ինձ այսինքն Բագրատ Գալստյանին, որ եթե դուք Հայաստանում չփոխեք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Հայաստանում կփորձարկվեն ընտանիքի նոր մոդելներ, չգիտեմ, ինչ որ Հայաստանում քաոս կլինի, սահմաններ չեն լինի եւ այլն։ Այսինքն ինքը հրապարակային խոստովանել է, որ ինքը Հայաստանի ներքաղաքական կյանքը եւ իր ընդդիմադիր շարժումը քննարկում է ուժդարերկրյա ուժային կենտրոնների հետ, որոնք իրեն հորդորում են փոխել իշխանությունը Հայաստանում։ Սրան Մայրաթորը եւ Կտիչ Ներսյանը երբեք չեն անդրադարձել։ Երբեք Կտիչ Ներսյանը կամ, չգիտեմ, Գերագույն հոգևոր խորհուրդը չի ընդունել հայտարարություն, որում ասել է, օրինակ, մենք դատապարտում ենք Բագրատ arczepiskopos Գալստյանի հայտարարությունները կամ մենք դատապարտում ենք այն փաստը, որ Բագրատ arczepiskopos Գալստյանը շփվել է օտարերկրյա ուժային կենտրոնների հետ։ Ինչը բերում է ենթադրության, որ իրենք կամ համաձայն են դրա հետ, կամ իրենք են հրահանգել, որ նա դա անի։ Եթե հակափաստարկ հնչի, բայց դե ով ասեց, որ Կտիչ Ներսյանը պիտի հատուկ հայտարարություն անի ցանկացած arczepiskopos-ի, չէ, մի վայրկյան, ամեն մեղադրանքի համար հայտարարություն անի։ Այդպեսի կարող է այդպեսի հակափաստարկ հնչել, բայց այդ հակափաստարկը նույնպես շատ հեշտ հերքելի է, որովհետև երբ որ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդը, վարչապետին ընդամենը ասել էր, որ ինքը օրհնում է խաղաղության օրակարգը, Գերագույն հոգևոր խորհուրդը կամ Մայրաթորը հատուկ հայտարարություն ընդունեց, ասելով, որ Վազգեն Սրբազանի ասածները իր մասնավոր կարծիքն են եւ Մայրաթորը չի կիսում այդ դիրքորոշումը։ Եվ դա ոնց է հաստատում կաթողիկոսի օտարերկրյա հատուկ ծառայության համագործակցությունը։ Հիմա այսինքն մենք ունենք երկու, հա, եւ հաջորդ։ Սա դեպք համար առաջին, այսինքն երբ որ arczepiskopos-ը շփում է օտարերկրյա հատուկ օտարերկրյա ուժային կենտրոնների հետ եւ դա չի հուզում Կտիչ Ներսիսյանին, որը կարող ենք ենթադրել, որ իր համաձայնությամբ կամ թողտվությամբ է, որովհետեւ երբ որ մի բանի ինքը համաձայն չի լինում arczepiskopos-ի կամ եպիսկոպոսի առած, հատուկ հայտարարություն են ընդունում։ Հաջորդը մենք ունենք արդեն հաստատված փաստ, որ իր եղբայրը եղել է KGB գործակալ եւ ինքը կրկին չի անդրադառնում այս հարցին։ Կարող է արդյոք ողջամիտ կասկած առաջանալ այս երկու դեպքերով, որ ինքը առնվազն հովանավորում է, որ իր ենթակաները, գործող arczepiskopos-ները նախկին եւ ենթադրյալ ներկա գործակալներ են կամ շփվում են օտարերկրյա ուժային կենտրոնների։ Դե նրանք էլ կարող են ասել հիմա ինչ, մենք պետք է ամեն առիթով ապացուցենք, որ ուխտ չենք պարում։ Չէ, բայց ինչ նշանակում, բա երբ որ Վազգեն եպիսկոպոսը եւի ճիշտ եմ, չէ՞, իշում թողների ինձ Սրբազանը, եթե arczepiskopos-ը եպիսկոպոսը ասում, այո։ Վազգեն Սրբազանը, երբ որ ընդամենը ասել է օրհնում եմ ձեր խաղաղության օրակարգը, իրանք հատուկ դրա համար հատուկ հայտարարություն են ընդունել, ապացուցելով, որ իրենք ուխտ չեն։ Բայց չասեցի կաթողիկոսը ոնց է հավաքագրվել կամ ոնց է ծառայել։ Կաթողիկոսը, նախ կաթողիկոս չի, Կտիչ Ներսյանն է, կաթողիկոսի գաղափարը, բայց ես չեմ ասում ինքը հավաքագրվել է, ես դες նկարագրում եմ, թե որտեղից է առաջանում ողջամիտ կասկած, որ ինքը օտարերկրյա ազդեցության տակ է։ Դե հիմա ձեզ էլ ասում են դուք էլ Թուրքիա եւ Ադրբեջանի շահերն եք։ Բայց պետք է ինչ որ հիմնավորում բերեն, չէ՞, ես բերում եմ զիջումներ եք անում, բայց պետք է հիմնավորեն, չէ՞։ Անարժանապատիվ խաղացան եք։ Բայց պետք է հիմնավորեն, չէ՞, ես բերում եմ Տավուշի 4 գյուղերի հանձնվում։ Ես երբ որ Տավուշին ոչ մի 4 գյուղ չի հանձնվել, ես բերում եմ ախր երկաթյա փաստարկ, չէ՞։ Տեսեք, ես չեմ ասում, ես լսել եմ, որ Բագրատ Գալստյանը այսպես, ես ուղիղ հղում եմ անում իր բառերի վրա, ինքն է խոստովանել, ասել է, օտարերկրյա ուժային կառույցները ինձ ասել են, որ եթե դուք չփոխեք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կնի սենց։ Ինքն է դա ասել։ Որտեղ է քրեական գործը։
Չգիտեմ, ես Եթե կներեք հիմա ինձ զանգեն հատուկ ծառայությունից ինչ-որ երկրի եւ ասեն Փաշինյանին փոխի թե չէ Սոդոմ Գոմոր լինի, ինձ թվում է քրեական գործ հաստատ կհարուցվեր հասկանալու համար իմ եւ նրանց կապերը։ Չէ, կարող է ձեր հատուկ հսկողության տակ վերցնեին, հետևեին ձեր շարժին, որպեսզի ավելի լայն ցանց բացահայտեին, ասենք թե։ Չէ, բայց տարօրինակ է, որ իրավական գնահատականներ չեն հետևում նման դեպքերում։ Դե ընդհանրապես գործակալական ցանցերի հետ միշտ չի, որ վարվում են բաց կերպով եւ կան իրավիճակներ, որ այլ կերպ են հսկողության տակ վերցնում։ Իսկ ինչու Ռուսաստանի անունը չեք տալիս, պարոն Ռուբինյան, ոչ դուք, ոչ վարչապետը։ Ես հղում եմ անում Բագրատ, կոնկրետ հիմա ես հղում եմ անում Բագրատ arczepiskopos Գալստանյանին, որը երկրի անուն չի տվել, ասել է օտարերկրյա ուժային կենտրոններ։ Հիմա օրինակ լավ կլինի, որ լրագրողները մի անգամ չի եղել, մի անգամ մի լրագրող չի եղել, որևէ հոգեորականի այս հարցը տա, ասի, չգիտեմ, վեհապար կամ սրբազան։ Այդ Բագրատ arczepiskopos, որ ասում են ուժային օտարերկրյա ուժային կենտրոնների հետ եմ շփվում։ Դուք գիտեք դրա մասին, դուք դրան նորմալ եք վերաբերվում։ Այդ հարցը ոչ մեկ չի տալիս։ Երևի որ քրեական գործ հարցվար լիներ։ Ինչ կապ ունի լրագրողներ կտան։ Կարող է, եթե պետություն դա խնդիր չի համարում, կարող է լրագրողները խնդիր չեն։ Պետությունը դա խնդիր համարում է, կարող է իրավական իմաստով ընդհանրակարգ չկա, բայց առնվազն քաղաքական իմաստով կա ակնհայտ խնդիր։ Այդ հարցը չի հետաքրքրում ոչ մեկի։ Իսկ ոնց կուսակրոնության ուխտի խախտման մեղադրանքից այսպես սրընթաց անցանք օտարերկրյա հատուկ ծառայությունների համագործակցության։ Անցում չկա։ Եկեղեցու ղեկավարության կամ եկեղեցի ու ղեկավարությունը բռնազավթած որոշ փոքր խմբի հետ մեր խնդիրը եւ հանրային տարբեր շրջանակների խնդիրը բաժանվում է 3 մասի։ Մաս բարոյական հոգեվոր, դրա մեջ մտնում է օրինակ կուսակցության կոնության ուխտ խախտած լինելը, հոգեորականի բարեվարկություն չպահելը եւ այսպես շարունակ տարբեր այլ դրսևորումներ։ Մաս արտաքին քաղաքական, դրա մեջ մտնում է այն փաստը, որ փաստորեն եկեղեցու մի arczepiskopos հորդորներ ստանում օտարերկրյա ուժային կենտրոններից, մյուսն էլ ապացուցված է, որ եղել է KGB-ի ագենտ։ Ու ըստ ԱԱՑ-ի հիմա էլ համագործակցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Չէ, անում է։ Եվ մաս երրորդ ներքաղաքական, ներհանրային։ Մենք ունենք մի իրավիճակ, որ մենք ունենք մարդ, որը նստած է մի գահի, որը կոչվում է ամենայն հայոց հայրապետի գահ։ Այսինքն իր այդ մարդու պաշտոնը, կաթողիկոսի պաշտոնը, կոչվում է ամենայն հայոց կաթողիկոս, բոլոր հայերի կաթողիկոս։ Հիմա մենք ունենք իրավիճակ, որ այդ կաթողիկոսը ինքը չի ուզում լինել բոլոր հայերի կաթողիկոս։ Ինքը այս պահին հայերի մի մասի կաթողիկոսն է, ինչի՞։ Որովհետև ինքը ունի հստակ քաղաքական գիծ, ունի հստակ քաղաքական պարտներներ, Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, Լևոն Տեր-Պետրոսյանն է, ռուսաստանցի բիզնեսմենն է։ Ինքը օրհնում է իրանց հանրահավաքները։ Ռոբերտ Քոչարյանը օրինակ մի 2 տարի առաջ հայտարարեց, որ իր կարծիքով նոր ընդդիմադիր շարժումը պիտի ղեկավարի հայ առաքելական եկեղեցու սրբազաններից մեկը, ամիսներ անց Բագրատ arczepiskopos Գալստյանը արեց այն, ինչ որ Ռոբերտ Քոչարյանը կարծում էր։ Մենք ունենք դեպք, երբ որ Մայր աթոռում փակցված է եղել Հայաստան դաշինքի պաստառը։ Մենք ունենք դեպք, երբ որ լավ, ասենք պատերազմից անմիջապես հետո պահանջեց վարչապետի հրաժարականը։ Վարչապետը հրաժարականը տվեց։ Նոր ընտրություններ եղավ, ընտրություններում հաղթեց քաղաքացիական պայմանագիրը։ Դրանից շատ կարճ ժամանակ անց ինքը Կտիժ Ներսյանը ասաց կապ չունի։ Այսինքն իրան հարց տվեցին հիմա էլ եք պահանջում հրաժարական, ասաց իմ հրաժարականը անժամկետ է։ Այսինքն իրան մեկ է ոնց է ընտրում։ Չէ, ներողություն։ Հա։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, որ ինքը, եթե մի կողմ դնենք էլի այդ ամեն ինչը, եկեք ես պարզացնում եմ խնդիրը։ Մի կողմ ենք դնում կուսակրոնությունը, նույնիսկ մի կողմ ենք դնում KGB-ն եւ այլն։ Ամեն ինչ մի կողմ ենք դնում։ 4 հաշվարկով ինչ է իրավիճակը։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մեր հանրության տարբեր մասեր ունեն եկեղեցին սկսել են դիտարկել քաղաքական պրիզմայից ելնելով։ Օրինակ, չգիտեմ, ընդդիմադիր գործիչները հիմա թիրախավորում են 10 եպիսկոպոսներին, որոնք պահանջում են ներողություն բայց միտքս ավարտեմ, չէ։ Դուք էլ եք բաժանումների մեջ։ Ոնց չէ, եթե վարչապետը իմասի հետ է գնում աղոթքի։ Ես հիմա բացատրում եմ։ Կտիժ Ներսյանի գործողությունների արդյունքում, երբ որ ինքը հայ առաքելական եկեղեցին որպես կապիտալ, քաղաքական կապիտալ դրել է Քոչարյանի ու ռուսաստանցի բիզնեսմենի տակ, այդ գործողությունների արդյունքում
եկեղեցին ավտոմատ քաղաքականացվել է, հասկանում եք։ Դուք էլ եք նպաստել դրան, պարոն։ Սպասեք էլի, նա թողեք, ախր որ թողեք մինչև վերջ, ասեմ, կարող է կոմենտի կարիքը ընդհանրապես չլինի։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ եկեղեցու սպասավորների մի մասն էլ դրան համաձայն չի։ Օրինակ, Հայր աղանը համաձայն չի եղել, երբ որ իրեն ըստ իր հայտարարության կաթողիկոսը ստիպել է իր մոր սքակիր մոր հետ, որի մյուս որդին զոհվել էր 44-օրյա պատերազմում, գնալ հակակառավարական միտինգի։ Օրինակ, Հայր աղանը, որին հետո կարգալույծ են արել, ինքը ընդվզել է այդ քաղաքականացման դեմ։ Տեր Արամը, հիմա 10 եպիսկոպոսները, ու ստեղծվել է մի իրավիճակ, որ ինչի շուրջ բոլորը ունեն կոնսենսուս։ Հայաստանում մի հարց կա, որի շուրջ բոլորը ունեն կոնսենսուս։ Բոլորը ունեն կոնսենսուս, որ հայ առաքելական եկեղեցում կա բարեվարկության խնդիր։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր, այսպես ասենք, իշխանական դիրքորոշումներ ունեն, կենտրոնանում են նրա վրա, որ օրինակ Կտրիշ Ներսյանը բարեվարկության խնդիր ունի, ընդդիմադիրները կենտրոնանում են 10 եպիսկոպոսներից ոմանց բարեվարկության խնդրի վրա։ Ինչը նշանակում է, որ կապ չունի, որ դրսևորման, բայց բոլորը հիմա համաձայն են, որ հայ առաքելական եկեղեցում կա սպասավորների շրջանակում կա բարեվարկության խնդիր։ Հաջորդը, հիմա բոլորը համաձայն են, որ կա եկեղեցու քաղաքականացվածության խնդիր։ Օրինակ, նրանք, ովքեր ունեն իշխանական դիրքորոշում, ասում են ինչի է Կտրիշ Ներսյանը օրհնում ընդդիմադիր, ասենք, ուժին։ Նրանք, ովքեր ընդդիմադիր են, հիմա քանի որ եկեղեցու, ասենք, սրբազանների մեջ արդեն կա երկփեղկվածություն, ասում են, բա ինչի են այս 10 եպիսկոպոսները, չգիտեմ, ասում սա կամ նա։ Շրջիկ պատարագի մասնակցում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա հետևաբար, եթե փորձենք կենտրոնանալ նրա վրա, թե ինչի շուրջ մենք բոլորով մեր հանրության մեջ կոնսենսուս ունենք, ստացվում է մենք կոնսենսուս ունենք տարբեր դրսևորումներով, բայց կոնսենսուս ունենք երկու հարցի շուրջ, որ A. Մեր եկեղեցու սրբազանների մի մեծ հատվածի մոտ կա բարեվարկության խնդիր, B. Եկեղեցու քաղաքականացվածության խնդիր կա։ Թողեք իրենք լուծեն խնդիրը։ Թողնենք, դե հիմա հերո մայրաթորը։ Մի վարքյան, այն ժամանակ ասում էին թողեք, թող իրենք խնդիրը լուծեն։ Հիմա եկեղեցու ներսում 10 եպիսկոպոս իրենց տանը, այդ եպիսկոպոսների տունն է մայրաթորը։ Ուզում են նամակ են փոխանցում Կտրիշ Ներսյանին, ընդդիմությունը բերում այդտեղ հանրահավաք անում։ Հետևաբար իրենք երեսպաշտ են, որովհետև իրենք չեն ասում թողեք։ Բայց այդ 10 հոգին են կոչարել իրենց կողմնակիցներին գնալ։ Ընդդիմություններ գնաց պաշտպանել։ 10 հոգին իրենց կողմնակիցներին ընդհանրապես ասել էին հավաքվեին, չեն ասել եկեք միտինգ անենք։ Իսկ նրանք միտինգ էին անում։ Հիմա հետևաբար եթե հաշվի առնենք, որ կոնսենսուս կա այդ հիմա երկու հասած հարցի շուրջ, ո՞րն է լուծումը։ Այս ամեն ինչի պատասխանատուն ով է։ Ով մի դուրս գաք նրանց գործից, թույլ տակ իրենք զբաղվում։ Դե թույլ ենք տալիս, այդ 10 եպիսկոպոսները զբաղվում են, ինչ։ Չէ, դե ամեն օր վարչապետը պատարակների է մասնակցում։ Բայց վարչապետը չի կարող պատարակի մասնակցել։ Չէ, կարող է, բայց դա քաղաքական ակցիայի է նմանվում եւ Գարեգին երկրորդի տակից իշխանությունը հանելու process։ Թողեք իրենք որոշեն։ Հասկանում եք, որ Կտրիշ Ներսյանի ուղիղ մեղավորությունն է, որ արդեն եկեղեցական իրադարձությունները վերածվում են քաղաքական ակցիայի, որովհետեւ երբ որ դու եկեղեցին քաղաքականապես դարձնում ես որոշ ուժերի պլատֆորմ, ակնհայտ է, որ դրա ուղիղ հետևանքը լինելու է այն, որ այն քաղաքացիները եւ նաեւ այն հոգեվորականները, որոնք համաձայն չեն քու հետ, հակառակ քաղաքական պրիզմայի մեջ են հայտնվում։ Իսկ այն մեղադրանքը, որ ռևանշիզմի մեջ է մեղադրվում հայ առաքելական եկեղեցին Թուրքիայի, Ադրբեջանի կողմից եւ այս իշխանությունը Էրդողանի եւ Ալիևի ուզածն է անում այսպեսով հարվածելով ազգային ինստիտուտի։ Դա նույնպես աբսուրդ է եւ դա ինչ ասեմ, տրամաբանական խեղաթյուրում է, Արցախցիները վերադարձի հարց է դրում։ Դա տրամաբանական խեղաթյուրում է, որովհետեւ օրինակ այս վերջերս իհարկե մեր մամուլում դա չի հայտնվել, որտեղ մեր մամուլի մի մեծ հատված քաղաքականացված է։ Օրինակ վերջերս 2 օր առաջ երկու ադրբեջանցի падգամավոր անդրադառնալով Եվրախորհրդարանի մի ընդունած բանաձևի, որտեղ քննադատվում էր այդ թվում Ադրբեջանի ժողովրդավարությունը եւ այլն։ Իրենք ասում են, բա ինչի Հայաստանին չի քննադատել Եվրախորհրդարանը, չէ՞ որ Հայաստանում բազմաթիվ հոգեվորականներ քաղաքական դատավարությունների տակ են։ Հիմա ինչ ես բռնեմ իրանց ձև ասեմ, ահա տեսեք մի ադրբեջանցի, երկու ադրբեջանցի падգամավոր պաշտպանում են Կտրիշ Ներսյանին եւ հետեւաբար Կտրիշ Ներսյանը ենթարկվում է թուրք-ադրբեջանական հրահանգներին։ Իհարկե ես այդպեսի բան չեմ անի, որովհետեւ դա շատ ցածր մակարդակի մանիպուլյացիա է։ Ինչն էլ իրենք են անում։ Բայց ես հիմա մի լուրեր են շրջանառվում, բայց միտքս ես ավարտեմ, դուք չեք թողում անդադ, ես միտքը ավարտեմ։ Եվ հետեւաբար լուծումը ո՞րն է այս իրավիճակի։ Եվ եկեղեցու քաղաքականացման
Եվ նրա որ պատարակները արդեն դառնում են քաղաքական հասկանում եք գոյություն ունի պատարակ որին չգիտեմ ընդդիմությունն է մասնակցում եւ իշխանականները սա ուղիղ հետևանք Կտրիչ Ներսյանի գործունեության եւ բարեվարկության հարցը օրինակ եթե 10 եպիսկոպոսների մեջ կան ծրփազաններ որոնց ընդդիմությունը մեղադրում է բարեվարկ չլինելու մեջ ախր դա էլ է Կտրիչ Ներսյանի մեղավորությունը ես չեմ չէ որ իրանց բարեվարկության հարցով պիտի զբաղվեն հետեւաբար միակ լուծումը հետեւյալն է մենք պետք է ունենանք իսկական ամենայն հայոց կաթողիկոս որը ոչ թե անդիմության կաթողիկոսն է եւ քավլիցի մենք չենք ուզում որ գա կաթողիկոս որը լինի իշխանության կաթողիկոսը մենք ուզում ենք լինել գա կաթողիկոս որը համապատասխանում է իր պաշտոնի նկարագրությանը Պարոբյան միգուցե այսինքն ամենայն հայոց կաթողիկոսից ներսում որոշել ախր ներսում են որոշում Ռոբերտ ջան Չէ, հիմա ձեր ներկայությունը կարող է օրինակ Գագի երկրորդին նահանջի տեղել չտալ։ Ռոբերտ ջան, ինչ ներկայության, ասում եմ, սկզբից ասում էին, թողեք ձեր ինչ գործն է դուք խառնվում եք այս հարցերին, թող եկեղեցու ներսում իրանք քննարկեն։ Շատ լավ, հիմա եկեղեցու ներսում է 10 եպիսկոպոսները ուզում են քննարկեն, դե թող քննարկեն։ Ինչ են գնում միտինգ անում Այրաթորը։ Պարոբյան, մի քանի այլ հարցեր կան, տեսեք, մի կողմից իշխանությունը մեղադրում է Ռուսաստանին հիբրիդային պատերազմ վարելու մեջ, մյուս կողմից օգնություն է խնդրում Եվրամիությունից այդ պատերազմի դեմ պայքարելու համար, գործակալական ցանցի մեղադրանքը արդեն իսկ պարզ է, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ասենք վարչապետը հանդիպում է Վլադիմիր Պուտինին, շատ ջերմ հանդիպում է հայ-ռուսական հարաբերությունների, այսպես գովերքում եւ այլն։ Այս սա ինչպես հասկանալ, մի տեսակ իրար չի բռնում։ Դա իրար չի բռնում, որտեղ դուք սխալ մեջբերեցիք իշխանության դիրքորոշումները։ Չէ, Ալեն Սիմոնյանն է ասել, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է դա Ալեն Սիմոնյանի Ազգային ժողովի նախագահ։ Շատ լավ, ուրեմն մի ասեք իշխանությունը, ասեք ազգային ժողովի նախագահ։ Տարբերվում է նա իշխանությունից դուրս։ Դե ազգային ժողովի նախագահը իշխանության ներկայացուցիչ է իհարկե, բայց Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումները հայտնում է կառավարությունը։ Հասկացանք, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական դիրքորոշում չի կարող արտահայտել Հայաստանի։ Կարող է, բայց եթե խոսքը արտաքին հարաբերությունների մասին է, ամեն դեպքում դա հասկացաք մի խոսքով ինչ նկատեք մի խոսքով Սիմոնյանի հայտարարությունները ամեն ինչ էլ պետք է լուրջ անցնել բայց ամեն դեպքում ինքն էլ է հայտնելուց ասել որ դա իմ կարծիքն է հաջորդը ոնց հասկանալ սա ինչ է այդ տարբերությունը էլի այո տարբերության հարց չի Հայաստանը վարում է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն դա ենթադրում է հարաբերություններ եւ խոսել եւ քննարկել բոլորի հետ։ Նույնիսկ նրանց ովքեր կոդեմ հիբրիդային պատերազմ մի վարքյան։ Դա ենթադրում է, ասենք հիմա նախկինում Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են, չէ՞, Ադրբեջանի նախագահների հետ, որոնք ոչ միայն հիբրիդային պատերազմ են վարել, այլ ուղիղ բառից բուն իմաստով պատերազմ են վարել Հայաստանի դեմ, չէ՞, բայց իրենք հանդիպել են, չէ՞։ Հաջորդը եւ սա ես ամենևին այն կոնտեքստում չեմ ասում, որ Ռուսաստանը ճշտամանական։ Մենք հասկացանք, այո։ Հաջորդը Ինչ է ենթադրում բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն։ Դա ենթադրում է խոսել բոլորի հետ եւ բոլորի հետ գտնել հարաբերությունների փոխշահավետ, ճիշտ եւ արժանապատիվ ֆորմատ։ Եվ պատահական չէ, որ այս տարվա ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ նախագահի, Չինաստանի նախագահի, Ռուսաստանի նախագահի, Թուրքիայի նախագահի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Իրանի նախագահի, ու այսպես շարունակ երկրների նույնիսկ նրանց հետ ովքեր հիբրիդային եւ իրական պատերազմ են հայտարարել դա ենթադրում է շփվել բոլորի հետ, բայց մի հատ ուրիշ բան ասեմ, էլի։ Այստեղ նաեւ հետաքրքիր է ուսումնասիրել, թե ինչպես է իրեն վարում ընդդիմությունը, որտեղ 3 երեսպաշտության մաստեր կլասի ենք մենք ականատես եղել։ Ուրեմն բազմից լսած կլինեք, օրինակ դաշնակցականները մեզ մեղադրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ հակառուսական ինչ-որ բաներ անելու մեջ։ Անարդարիացիորեն, որովհետև մենք չենք փչացրել եւ որևէ հակառուսական բան չենք արել երբեք։ Միևնույն ժամանակ Հայ դատի եվրոպական հանձնախումբը, որը ՀՅԴ-ի մաս է, Բրյուսելում հայտարարություն է տարածում ուղղված եվրոպական հանձնաժողովի, պնդելով, որ այն փաստը, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Պուտինի հետ, նշանակում է, որ Փաշինյանը ռուսական պրոքսի է։ Հիմա դաշնակցությունը թող կողմնորոշվի։ Մենք փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հակառուսական գործողություններ ենք անում, թե մենք ռուսական պրոքսի ենք։ Բազմակարծություն է, պարոն։ Բազմակարծություն, դա բազմակարծություն չի, դա մի տեսակի գործունեություն է, որը վստահ եմ KGB-ի որոշ գործակալներ էլ կիրառում են։ Դա օրինակ գնալ Բրյուսելում Հայաստանի կառավարությանը ներկայացնել որպես հակառուս եւ գնալ Մոսկվա Հայաստանի կառավարությանը
Չէ, ներողություն, գնալ Բրյուսել եւ Հայաստանի կառավարությանը ներկայացնել որպես պրոքսի եւ գնալ Մոսկվա եւ Հայաստանի կառավարությանը ներկայացնել որպես հակառակ։ Եկեք այս հիբրիդային պատերազմի թեմա։ Հնարավոր է այնպես ստացվի, որ իշխանությունը հիբրիդային պատերազմի դեմ պայքարի շրջանակում չեզոքացնի շարքից անի նաեւ իր հիմնական ընդդիմախոսներին։ Տեսեք, լսեք։ Այսինքն ուժեր, որոնք իրոք չեն ծառայում Ռուսաստանին կամ այլ երկրներին։ հիբրիդային պատերազմ տերմինը նախ։ Դե դուք եք օգտագործում ձեր իշխանության։ Ես հասկացա, որ դուք Ալեն Սիմոնյանի հետ գաղափարական տարակարծություն եք, հասկացա։ Գաղափարական որևէ տարածայինություն չունեմ, բայց ես առաջարկում Նա իմացա, որ դուրս չի գալիս իր բառապաշարը։ Ես առաջարկում եմ օգտագործել խոսքը պետք չի հիմա արհեստական հակադրություն մտցնել իմ եւ իմ լավ բարեկամ Ալեն Սիմոնյանի միջեւ։ Ընդհանրապես հիմա մեր մամուլում եւ ընդդիմադիրների կողմից եւ տարբեր փորձագետների կողմից օգտագործում են հիբրիդային պատերազմ տերմինը։ Ես դա չէի օգտագործել, որտեղ ինքը ճշգրիտ չի։ Ճշգրիտ կլիներ հետեւյալը. Հայաստանի ընտրությունների վրա ազդելու արտաքին փորձ։ Այս է ճիշտ տերմինը սա է։ Ով է փորձում արտաքին օտարերկրյա ուժերը։ Հիմա մենք այ խոսափում եք Ռուսաստանի անուն տալ, ինչու՞ պարոն Ռոբերտ ջան, դե հիմա եթե ես ինչ պետք է ասել, ես դա եմ ասում։ Ինչն է կարևոր։ Կարևոր է այնպես անել, որպեսզի մեր ընտրությունների վրա որևէ օտարերկրյա ուժ, որտեղ այդտեղ կարևորը սկզբունքն է, որպեսզի որևէ օտարերկրյա ուժ չկարողանա ազդել մեր ընտրությունների արդյունքի վրա, ինչը նորմալ է։ Դա ցանկացած կառավարության պարտականությունն է, ապա հավակնում է ազդել։ Չէ, չի հավակնում։ Իսկ ինչու եք նրանց դիմել, պարոն Ռուբինյան։ Որովհետև ուզում ենք մեր գործիքակազմը մեծացնել օտարերկրյա ազդեցության դիմագրավման գործում։ Որովհետև ձեր սիրելի ընդդիմությունը մեղադրում է տղա բերելու մեջ կամ օտարերկրյա միջամտության դեմ պայքարել օտարերկրյա միջամտության։ Բայց ո՞նց է դա արտահայտվում։ Օտարերկրյա միջամտություն նշանակում է, որ մեկը գալիս միջամտում է քո գործընթացի վրա։ Հիմա մենք Եվրոպական միության չենք ասում, արի միջամտի։ Մենք ասում ենք, արի մի հատ փորձով կիսվի մեր հետ։ Ո՞նց են անում, չգիտեմ, ո՞նց են վերահսկում ապօրինի ֆինանսական շարժերը, օրինակ, կամ չգիտեմ, ո՞նց են տանում ֆեյքերի դեմ պայքար եւ այսպես շարունակ, այդտեղ միջամտությունը ո՞րն է, եթե դա միջամտությունն է, ուրեմն Հայաստանի համագործակցություն ցանկացած պետության հետ օտարերկրյա միջամտություն։ Անկամ դավաճանության հետ են, գիտեք, համեմատել ձերս ԵՄ-ին դիմելը։ Դե տեսնում եք, ուստեղ գիտեք ինչն է հետաքրքիր։ Ոչ շատ տրամաբանական է, որ մեր ընդդիմության մեծ մասի սա պիտի դուր չգա, որտեղ իրենք այդ օտարերկրյա միջամտության ուղիղ շահառուներն են։ Ունեք փաստեր։ Քաղաքական անալիզն է, պարտադիր չի փաստեր։ Չէ, քաղաքական անալիզն է դրան բերում, բայց ինչ են իրանք բողոքում դրա դեմ։ Օրինակ տրամաբանորեն պետք է այն քաղաքական ուժերը, որոնք մաքուր են, չպետք է նեղսրտեն սրանից։ Չէ, նրանք վախենում են, որ դուք ԵՄ ռեսուրսները կվերցնեք եւ այլախոհներին կլռեցնեք, պիտակելով ագենտ։ Բայց ո՞նց պիտի լռեցնենք։ Պիտակելով Ռուսաստանի ագենտ։ Բայց դրա համար ԵՄ աջակցություն պետք չի ագենտ պիտակելու համար։ Բայց ընդհանրապես պիտակելը վատ բան է։ Պետք է ապացուցես, երբ որ մեկին ագենտ է։ Նրանք վախենում են, որ իրենց գործունեությունը արգելել ասելով KGB-ի ագենտ է, Ռուսաստանի ագենտ է, եւ Հայաստանում ընդդիմություն չմնա։ Բայց այդ նշանները ինչ կապ ունի Եվրոպական միության հետ հիբրիդային վտանգներին նրանք են փող տալիս։ Վտանգներին պատասխանելու գործիքակազմը մեծացնելու հետ ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Այդ դուք ոնց կերաշխավորեք, որ ձեր ընդդիմախոսները, որոնք իրոք որևէ երկրի չեն ծառայում, դա շեշտենք, հա, չեն ընկնի թիրախի տակ։ Ախր մի 10 րոպե առաջ դուք եք ինձ հարցնում, էս ինչ է, ինչի քրեական գործ չկա։ Հիմա լավա որ կա, թե լավա որ չկա։ Չէ, տեսեք, դուք երևի չֆիքսեցիք, ասեցի, այն ընդդիմախոսները, որոնք իրոք այլ երկրի չեն ծառայում, նրանք չընկնեն թիրախի տակ։ Իսկ ովքեր ծառայում են, ես օրինակ դեմ չեմ։ Բայց այդպես ընդդիմախոս կա, որ վախենում է, որ ուրիշ երկրին չի ծառայում եւ վախենում է, որ դուք արդեն բոլոր ընդդիմախոսներին ենթագիտակցության մեջ ծառայող եք պատկերացնում։ Ես ձեր տրամաբանության մեջ եմ պատասխանում, ասում եմ, կա մի ընդդիմախոս, որը կապ չունի այդ հիբրիդային վտանգների հետ եւ որը նեղծրտած է, որ ԵՄ-ն կարողությունների զարգացման հարցում մեզ աջակցում։ Ձեր հարցին պատասխանեք, պարոն Ռուբինյան։ Կա այդպիսի ընդդիմախոս։ Չգիտեմ, գիտեք, կերև է։ Համենայն դեպս կարելի է ըստ ընդդիմախոսների վարքի փորձել հասկանալ, նրանք այդպիսին են թե ոչ։ Մի խոսքով սա մոգոնած թեմա չի, այս հիբրիդային գրողները կամ միջամտությունները։ Չէ, մոգոնած թեմա չի, որովհետև օրինակ կարող եք բացատրել, ինչի հենց հիմա մեր ընտրություններից մոտ կես տարի առաջ, ինչի է հիմա, որ ստեղծվում են կայքեր,
անգլալեզու կայքեր, որոնք նման են այլ հայտնի կայքերի։ Նաև թուրքալեզու ասեմ ձեզ։ Չէ, դրանք չեն ստեղծում։ Հեսա կասեմ ձեզ։ Ստեղծում է այդ կայքը, ասինքն պայմանական, չգիտեմ, հայտնի ասենք ֆրանսիական կայք կա, Le Monde, ասենք ստեղծում է Le Pond։ Եվ մեջը, ասենք 3 օր առաջ է ստեղծվում, մեջը կա մի 10 հատ լուր, այդ 10 լուրից մեկն է, որ օրինակ Փաշինյանը Կանադայում տուն է առել։ Մյուսում ինչ որ թուրքական լրատվամիջոց, որը հայտնի է fake-եր տարածելու մեջ, գրում է Էրդողանի հրահանգով Հայաստանում 12 մզկիթ է կառուցվելու։ Եվ դա ցեղասպանության ժխտողի կայքն է դեպ։ Հա, հետո բան պատահականության սկզբունքով դա հայտնվում է Telegram-յան ալիքներով, հետո պատահական հայտնվում է հայկական լրահոսում։ Դա պատահականություն է ըստ ձեզ։ Օրինակ ես վերջերս նայել եմ TikTok-յան ինչ որ վիդեո է, գրած է պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ում էքսպոնել։ Չէ, ասում է, չէ, իշխող խմբակցությունը նախագիծ է հեղինակել, ըստ որի արգելվելու է Արցախ բառի օգտագործումը, նախագիծն էլ ըստ այդ հրապարակման ես եմ ներկայացրել։ Բնականաբար այդպիսի բան չկա։ Ինչ, ո՞նց է առաջացել այդ fake-ը։ Իսկ Ռուանդայում ցեղասպանության մասնակցել եք։ Ոչ։ Դեռ ոչ։ Ոչ անողների կողմից, ոչ զոհերի կողմից չենք մասնակցել։ Բայց նկատի ունեմ, ակնհայտ է, չէ՞ որ այս fake-երը համակարգված են գործում։ Ու ո՞նց է ստացվում, որ բոլոր այդ fake-երը հակաիշխանական են։ Օրինակ ընդդիմություն շատ է, չէ՞, ինչ խոսել fake-երից։ Ինչի չեն լինում իշխանական fake-ային գրողներ։ Ինչի իշխանության ընդդիմության վերաբերյալ գրողները կունենակ բան Ռուբինյանը, բայց չունենք, չէ, չունենք, չէ։ Խեղճ է ընդդիմություն իշխանությունը։ Իշխանությունը խեղճ չի, հարցը դա չի, բայց իշխանությունը չի դեմում նման կեղծիքների։ Եվ կարող եք հետաքննություն անել, տեսնել իշխանությունը ունի համակարգված fake-ային գրողների պրակտիկա, թե չունի։ Որտեղից են դրանք ուղղորդվում։ Չգիտեմ, այդ դրա համար էլ Եվրամիության հետ կհամագործակցենք եւ որ ձեր հայացքից չի երևում, որ չգիտեք բանը։ Դե ուրեմն մի տվեք հարցեր, որոնց պատասխանները գիտեք։ Որոնց պատասխանները չեք տալու։ Իսկ Ռուսաստան ո՞նց է մասնակցելու Թրամփի ուղուն։ Մասնակցելու են։ Բուն Թրամփի ուղի պրոյեկտը հայ-ամերիկյան պրոյեկտ է եւ դրան մասնակցելու են Հայաստանը եւ ԱՄՆ-ը։ Ռուսաստանը եւ ոչ միայն Ռուսաստանը, նաեւ Իրանը, նաեւ Թուրքիան, նաեւ Վրաստանը այս պրոյեկտի եւ ես հիշեցնեմ Թրամփի ուղի պրոյեկտը մեր ավելի մեծ խաղաղության խաչմերուկ տրամաբանության մեջ է եւ նաեւ ամբողջ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման մի մաս է։ Եվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ոչ միայն Ադրբեջանն է կարողանալու Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ անել եւ ոչ միայն Հայաստանն է կարողանալու ոչ թե կարողանալու, այլ արդեն կարող է հիմա էլ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ անել, այլ դրանով Հայաստանը կստանա նաեւ երկաթուղային կապ Իրանի հետ, Նախիջևանի տարածքով, Ռուսաստանի հետ արդեն ստացել ենք Ադրբեջանի տարածքով։ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան երկաթուղային կապ ունենալ միմյանց հետ։ Իրանը կկարողանա երկաթուղային կապ ունենալ Սև ծովի հետ։ Ռուսաստանը կկարողանա երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի հետ Հայաստանի տարածքով։ Եվ սրանք շատ մեծ տնտեսական հնարավորություններ են բացում։ Վարչապետը պայմանավորվեց նախորդին Պուտինի հետ, որ ռուսական ընկերությունները այստեղ երկաթուղիներ վերականգնեն, այդ հարցը բարձրացրել է ոնց է։ Խոսքը այն հատվածների մասին է, որոնք վերականգնված չեն, խոսքը ընդ որում շատ փոքր հատվածների մասին է, մի մասը առնվազն, մեկը Երասխը Նախիջևանի հատվածին միացնող երկաթգծի մասն է, մյուսը Ախուրիկի հատվածն է, այսինքն Հայաստանը Թուրքիային միացնող, մյուսը Իջևանի հատվածն է, եւ հենց սրա մասին ենք մենք խոսում։ Բայց դրանք թրիփի մաս չեն։ Այլ հարց, որ դա եւ թրիփը ունեն փոխկապակցվածության այն իմաստով, որ մեկի բացումը բնականաբար բերում է նաեւ մյուսի բացումը։ Գնանք պարոն Ռուբինյան, բայց եթե ռուսական սահմանապահները Արաքսի երկայնքով ձգվող ճանապարհին մնան, միակ ճանապարհին չեն իրենք սահմանին։ հա, բայց համարյա նույն բանը։ Չէ, համարյա նույն բանը չի բացարձակ։ Դուք այնտեղ եղել եք, օրինակ ես վերջերս այնտեղ էի, ճանապարհով իրենք դիտորդություն են իրականացնում։ Ոչ, դուք հին մեքենայով անցնում են, ոնց չէ, պարոն Ռուբինյան։ Մեքենայով անցնել ուրիշ բան է։ Եթե նկատի ունեք, որ բուն իրենց հսման գոտին ճանապարհը դրանց դուրս։ Բայց Կալուգիներ ասում, որ մեր սահմանապահներն այնտեղ են, հետևաբար սահմանապահները սահմանին են, ոչ թե ճանապարհին։ Բայց ճանապարհի վրայով են հերթապահում սահմանի ուղղությամբ։ Ռոբերտ ջան, իրենց սահմանը եւ ճանապարհը կպած են իրենց կպած լինելը եւ նույնը լինելը տարբեր բաներ են։ Իրենց ֆունկցիան, ընդ որում այդ ֆունկցիան իրենք արդեն մի քանի ամիս կիսում են
Հայաստանի ԱԱԾ սահմանապահների հետ։ Իրենց ֆունկցիան սահմանը հսկելն է։ Ճանապարհը մեր սուվերեն տարածքի ճանապարհ է, որը գործում է։ Իսկ տարիներ առաջ 2018-19 թվականին վարչապետը այն հարցներ բարձրացնում, որ շարժակազմի 45-48 թվերի գույքը Հարավկովկասյան երկաթուղու պետք է թարմացվի, անգամ քրեական գործ կար, ֆինանսական չարաշահումների բացահայտումներ, խոստացված բայց չկատարված ներդրումներ, բայց Հայաստան ունենալով նման փաստարկներ, պարոն Ռուբինյան, այս Հարավկովկասյան երկաթուղուն չզրկեց կոնցեսիոն կառավարումից եւ հիմա նրանք ասում են մենք պետք է լինենք նաեւ կառուցվող մասի տիրապետողը։ Սխալ չէ իշխանության վարքագիծը։ Նրանք այդպեսի բան չեն ասում ու նաեւ չեն կարող ասել, որովհետեւ դե ակնարկում է որ չեն մեր երկաթուղին են դեռ ակնարկում չեն ասում եւ չեն կարող ասել, որովհետեւ եթե խոսքը հարավային հատվածի մասին է, դա կոնցեսիայի տակ չէ։ Մնացած հատվածը, որ կոնցեսիայի տակ եղել, եկեք անկեղծ լինենք, հայկական երկաթուղային ցանցը առավելապես ինչի չի զարգացել, որովհետև ինքը եղել է Հայաստանի ենթակառուցվածքային բան, մեկուսացված փակ տեղ, որտեղ չի գնում, միակ տեղը, որ Հայաստանից երկաթգծով կարելի է եղել գնալ, եղել է Վրաստանը, որտեղ Վրաստանից են կողմել դեպի Ադրբեջան գնացող գիծը մեզ համար փակ է եղել, դեպի Աբխազիա գնացող գիծն բոլորի համար է փակ եղել։ Դրա համար տրամաբանական է, որ չի զարգացել մեր երկաթգծային ցանցը։ Հիմա նախ արդեն առաջին ծիծեռնակները մենք տեսնում ենք։ Մի հատ բան է տեղի ունեցել, որի կարևորությունը մենք չենք գնահատում։ Առաջին անգամ 90-ականներից սկսած Հայաստան երկաթգծով եկել է գնացք, որը Վրաստանից միայն Վրաստանից չի եկել։ Եկել է գնաց Ղազախստանից, եկել է գնաց Ռուսաստանից։ Այսինքն սկսեց շնչել մեր երկաթուղային ցանցը։ Ասում շրջելի process է, Ալիևը հենց ուզենա կփակելի։ Շատ լավ, դրա համար մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր տնտեսական համագործակցությունը այնքան փոխշահավետ լինի, այստեղ բանալի բառը փոխշահավետն է, որ իմաստ չունենա շրջել դա։ Մենք պետք է խաղաղությունը այնպես ինստիտուցիոնալիզացնենք, որ իմաստ չունենա դա հետ շրջել, որ ոչ մեկի ձեռ չտա պատերազմ Հարավային Կովկասում, եւ սա դրա ձևերից մեկն է։ Եվ երբ որ սկսի գործել թրիփը, երբ որ նաեւ բացվի Հայաստան-Թուրքիա երկաթգիծը, երբ որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ուղիղ երկաթգծային կապ լինի, դա ել ավելի կնպաստի, որ մեր մյուս երկաթգծային ցանցը զարգանա եւ որից կօգտվեն նաեւ եւ Ռուսաստանը, եւ Իրանը, եւ Թուրքիան, եւ մյուսները։ Դա է խաչմերուկ լինելու էությունը։ Դա է մեր տեսլականը։ Եվ իրականում հիմա բախվում են երկու տեսլականներ։ Ընդհանրապես վերջին երևի մի 5 տարվա բանավեճերը սոցիալական ցանցերում, ազգային ժողովի ամբիոնից, ձեր տաղավարում տարբեր հյուրերի տեսքով, ինչի մասին է։ Կամ մեր տեսլականը, որ մենք ասում ենք ժողովուրդ ջան, մենք պետք է Հայաստանը դուրս բերենք իր հարևանների հետ միշտ անլուծելի հակամարտության մեջ եղող մի երկրի կարգավիճակից, որը կախված է մի աշխարհակահաղական կենտրոնից կամ այդ աշխարհակահաղական կենտրոնի ֆորպոստա կամ կացորդ։ Պետք է խաղաղություն հաստատենք մեր հարևանների հետ, պետք է փորձենք դուրս գալ շրջափակումից, տնտեսական շրջափակումից, Հայաստանը պետք է դարձնենք տրանզիտ գոտի, այսինքն որ տարբեր ենթակառուցվածքներ անցնեն Հայաստանով, մեր տնտեսությունը զարգացնենք, ավտոմատ եթե մենք տրանզիտ գոտի դառնանք, կստացվի որ մեր սահմանը կլինի մի ոչ թե մի գիծ, որի շուրջ կանգնած են խրամատավորված զինվորներ, այլ մի գիծ, որով անցնում է գնացք, ավտոմայրուղի, էլեկտրահաղորդիչ գիծ, գազատար, նավթատար, այսինքն կլինի տնտեսական համագործակցության տեղ։ Իսկ այն սահմանը, որը տնտեսական համագործակցության գիծ է, 1000 անգամ ավելի անվտանգ սահման է, քան այն սահմանը, որի շուրջ երկու կողմից խրամատավորված զինվորներ են կանգնած։ Դա անհերքելի փաստ է, անհերքելի։ Կնեք ձեր հակառակ տեսակետը։ Ես հեսա կներկայացնեմ մի վարքյան։ Չէ, բայց ասել բերեմ, որ Ռուսաստանը եւ Իրանի հետ հարաբերությունները վերականգնենք փչացած ձեր ժամանակ եւ նրանք կզսպեն Թուրքիան եւ Ադրբեջանի կարիք չկա գնալ զիջումները, այն ինչ որ դուք եք անում։ Ես գալիս էի հակառակ կողմի ասացին։ Սա մեր տեսլականն է, այսինքն որը կբերի հավելյալ անվտանգության, կբացառի պատերազմի վերսկսումը, կմեծացնի մեր տնտեսությունը, կաճեցնի մեր տնտեսությունը, բիզնեսի համար լավ պայմաններ կստեղծի եւ մենք հնարավորություն կունենանք մեր ժառանգներին, մեր երեխաներին ժառանգել խաղաղ եւ բարգավաճող երկիր։ Հիմա անդիմության տեսլականը այնա ինչ մենք արդեն փորձել ենք մի 100 տարի։ Իրանք ինչ են ասում։ Ասում են
Մեզ բաց սահմաններ պետք չի։ Իրանք կարող է դա ուղիղ չեն ասում, բայց էությունը դա է, որտեղ իրանք կարող ասեն, հա իհարկե մենք կողմ ենք։ Չէ, հենա, այս վերջերս մի երկու դիմադիր ասում ենք մենք 4-ով դեմ ենք Թուրքիայի սահմանի բացմանը։ Կողմ են, բայց արժանապատող Չէ, մի երկու հոգի էլ կա, որ 4-ով ասում են մենք դեմ ենք, դա վնաս ամս։ Բայց մյուսները կարող ասեն կողմ ենք, բայց ու մի 1000 պատճառ են բերում, թե ինչի չպետք է բացվի այդ սահմանը։ Այսինքն իրանք Հայաստանը պատկերացնում են sense, ինքը ներփակված է, ինքը սեպ է, այսպես ասած։ Իր սահմանները ոչ թե տնտեսական սահմանագծեր, այսինքն ոչ թե տնտեսական համագործակցության համար են, այլ բախման բույն են, այսինքն իրանք բախման մասին են, պետքա ռազմականացված, sense ամրոց, իրանք sense վեհ բառը։ Բախում որ զիջումների չգնան։ Իրենք վեհ բառեր կընտրենք, ասեն, չգիտեմ, ամրոց եւ այլն։ Մենք կախված ենք մի կենտրոնից ու sense սպասում ենք, թե երբ այդ կենտրոնը մեզ կփրկի։ Բայց մենք անցել ենք ախր դրա միջով։ Այն ինչ իրանք առաջարկում են, մենք արդեն արել ենք։ Ու ցույց է, ու ոչ միայն խոսքը ոչ միայն վերջին 30 տարվա մասին է, դա նաև 100 տարվա առաջվա մասին է։ Իրենց ասացի ու այդ ամեն ինչը է, որ խնդրեմը դուք եք, որ այդ բառաձևը չի գործում։ Դե իրենց ժամանակ에 չի գործում։ 2016 թվականի ապրիլյան պատերազմը 2016 թվականի ապրիլյան պատերազմը մեր ժամանակ չէ։ Կամ ընդհանրապես եկեք երկարաժամկետ նայենք, էլի։ 1000, ասենք 90 թվին, 91 թվի դրությամբ, չէ՞։ Հայաստանի բնակչությունը 3.5 միլիոն էր, մոտ Ադրբեջանին էլ մի 7 միլիոն էր։ Հիմա մեր բնակչությունը 3 միլիոն է, Ադրբեջանը 10 միլիոն։ Նայենք բանը բյուջեները, ասենք։ Ինչքան էր 90-ի սկզբին, ինչքան էր 18 թվին, երբ որ մենք ժառանգեցինք։ Ահռելի տարբերություն։ Հիմա մենք փոքրացնում ենք այդ տարբերությունը։ Ու այսպես է ռազմական բյուջեները եւ այլն, փաստա որ իրանց ворթեգրած ստրատեգիան ռազմավարությունը, իսկ իրանք կրկնում եմ, ինչ ռազմավարություն էին ворթեգրել, որ մենք ապրում ենք կոնֆլիկտի մեջ փակ սահմաններով։ Մենք լինում ենք էսա մեր տրամաբանությունը, չի աշխատել այդ տրամաբանությունը։ Այդ տրամաբանությամբ մենք տնտեսապես հետ ենք ընկել, դրա արդյունքում մենք ռազմականորեն ենք հետ ընկել, դրա արդյունքում մի քանի տարին մենք ունեցել ենք ռազմական բախումներ, հայտնի արդյունքներով։ Հիմա մենք ասում ենք Ժորժ ջան, կարող է պետքա ուրիշ ձև փորձել։ Եվ այդ ուրիշ ձևը արդեն տալիս է իր արդյունքները։ Մոտ 2 տարի արդեն մեր սահմանին հակառակորդի կրակոցից մարդ չի սպանվել, հասկանում եք։ Չէ, մի վարացակ մեկնաբանել։ Ինչ։ Անշրջելի չի ասեցի, էլի։ Իհարկե անշրջելի։ Մեկ անձի կամքից կախված։ Մեկ ոչ թե մեկ անձի, այլ մենք ունենք մի իրավիճակ, որ հիմա դե ֆակտո խաղաղություն է։ Բոլորը դա խոստովանում են։ Դե նաև ասում են Ալիևը չի կրակում, որ դուք վերընտրվեք, պարոն Ռուբյան։ Դա աբսուրդ է։ Կրակերել կասեին, տեսեք, ձեր ռազմավարություն չի աշխատում, եկա կրակում եք։ Այսինքն կրակում են։ Ճիշտ պատասխան ստեղ չկա, իրանք միշտ մի ասելիք գտնեն։ Բայց ասում եմ, 2 տարի մեր սահմանին հակառակորդի կրակոցից զինվոր չի սպանվել։ Մենք հիշում եք, այս տարվա սկզբի քննարկումները հիշում եք։ Հա։ Հատկապես երբ որ ԱՄՆ-ը Իրան այդ բախում է եղել։ Մարտ-ապրիլին։ Իրանք ասում էին բանա։ Հեսա Սյունիքը գրավում են։ Մեր հանրային քննարկման մեջ ընդդիմության հայտարարություններում, մամուլի վերնագրերում մարդ չալարի գտնի դնի։ Բայց կան այդպիսի ռիսկ, պարոն Ռուբյան։ Իհարկե կա։ Ամերիկացի պաշտոնյաներն են զանգում Բաքու եւ զսպում եւ այլն։ Եկեք քննարկումների մեջ ես ասում եմ, մեր հանրային քննարկումները, այն ընդդիմադիրների քննարկումները, այդ մամուլի քննարկումները ինչի մասին էին։ Պատերազմը 2 օրից կլինի, 3 ամսից թե 4 ամսից։ Դա էլ քննարկում է։ Մարդիկ մոռանում են եւ արագ են մոռացել, թե ինչպիսի իրավիճակ էր օգոստոսի 8-ից առաջ։ Եթե հետեւաբար այն ճանապարհը, որ մենք ընտրել ենք, արդեն բերում է իր պատուղները, որ սահմանին կրակոցներ չկան, որ Հայաստան երկաթգծով մտնում է ապրանք Ռուսաստանից, Ղազախստանից, հիմա Ադրբեջանից նավթամթերք են մտնում։ Դուք ադրբեջանական բենզին կլսնեք, որովհետև բոյկոտի կոչ։ Ես մեքենա չեմ վարում, բայց որևէ խնդիր չէ։ Իսկ նա վարում է ձեզ համար մեքենա, թե վարող չկա հիմա։ Չկա, ես վարորդ ունի մեքենան, չգիտեմ ազգային ժողովը կարծեմ կտրոններ է տրամադրում, չգիտեմ որտեղից կտրամադրի, բայց ես խնդիր չունեմ։ Որովհետև տեսեք, մեր ընդդիմադիրները, իրանք շատ են սիրում դիմել հուզական փաստարկների, պաթոսի։ Իրանք ինչ են ասում, չգիտեմ, հայ զինվորի արյունը ծախելով գնում են ադրբեջանական բենզին։ Ես հիմա եկեք թարս նայենք այս փաստարկին։ Իսկ կարող է այն փաստը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև որոշակի տնտեսական համագործակցություն է ձևավորվում, իսկ այդ համագործակցությունը ոչ միայն ադրբեջանական բենզին գնելն է։ Ես ենթադրում եմ, որ կարող է նաև Հայաստանից ապրանք ներմուծվել Ադրբեջան։ Ինչ օրինակ։ Չգիտեմ։
բայց այդպիսի հնարավորություն տեսականորեն նույնպես կա։ Նաև Ադրբեջանի տարածքով տրանզիտ ապրանքներ են գալիս Հայաստան, Ղազախական, ռուսական ցորեն։ Երբ որ ամբողջ ապաշրջափակումը տեղի ունենա Հայաստանի տարածքով Ադրբեջան բանկը գնա, այս ամեն ինչը կարող է մեկը ասել, եկեք չանենք, որովհետև արյունն է թափվել։ Իսկ կարող է այս ամեն ինչը պետք է անել, որ արյուն չթափվի։ Կարող է սա նպաստելու է նրան, որ արյուն չթափվի։ Օրինակ, կարող է այս 2 տարվա մեջ 2 տարի, որում կրկնում եմ, սահմանին հակառակորդի կրակոցից զինվոր չի զոհվել։ Կարող է սա այդ չթափված արյան գինն է։ Կարող է ոչ թե թափված արյան գնով է սա եղել, այլ սա չթափված արյան գինն է ու չարժի վճարել դա։ Կարճ մեկ հարցել, նախագահ Էրդողանը Թուրքիայի ասում է, որ խորհրդանշական քայլ է արվելու հունվարին, այսպես նաև տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է դիվանագիտական անձնագիր ունեցողների կամ երրորդ երկրների քաղաքացիների համար հունվարի 1-ից բացվի սահմանը, արդյոք կա հաստատեք այդ տեղեկությունը։ Չեմ մեկնաբանի որևէ բան, ես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հետ եթե ինչ-որ քայլ է արվում, նախապես երբեք չեմ հայտնում դրա մասին։ Շնորհակալություն պարոն Ռուբինյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Ռուբեն Ռուբինյանին։